Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ հղիության տեստի վրա երևում է այդքան սպասված երկու կարմիր գծիկը, բայց անմիջապես ուրախությանը հաջորդում է հարցը, երբ այցելել մանկաբարձ գինեկոլոգին։ Իրականում հղիության մի քանի հաստատման մեթոդներ կան, բայց ամենահասանելի մեթոդը հղիության տեստի միջոցով հղիության հաստատումն է։ Սա հասանելի է, բայց ամենաարդյունավետ եւ հավաստի մեթոդը չէ։ Ուղղակի առաջի մեթոդը, որով կինը կարողանում է իմանալ լուրը, դա հղիության տեստն է։ Այսինքն հնարավոր է, որ տեստը ունենա կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունք։ Այո, իհարկե կարող է։ Հղիության տեստը ինչպես է աշխատում, մենք օգտագործում ենք առօրյայում, դրանք որակական տեստերն են։ Ինչպես է աշխատում, հղիության ընթացքում ինչպես արյան մեջ, այնպես էլ մեզի մեջ մարդու խորիոն գոնադոտրոպինը բարձրանում է քանակը։ Եվ բարձրացման հետ, որպես ինդիկատոր, տեստը լինում է դրական, բայց կարող են կեղծ դրական պատասխաններ լինել կապված մի շարք հիվանդությունների հետ, օրինակ վերարտադրողական համակարգի ուռուցքային հիվանդությունների հետ կապված, կարող են լինել այնպիսի դեղորայքների ընդունման ժամանակ, որոնք պարունակում են խորիոն գոնադոտրոպին, կարող են հղիության ընդհատման աբորտների վիժումների որոշ ժամանակ անց նույնպես դրական տեստեր լինեն, որովհետև հղիության ընդհատումից անմիջապես հետո չէ, որ ԽԳ-ի քանակը իջնում է։ Ինչպես նաև կարող ենք ունենալ հղիության կեղծ բացասական պատասխաններ, դրանք կարող են լինել, երբ որ հստակ կանոններին չենք հետևում օգտագործման ժամանակ, դաշտանային ցիկլի խանգարումների ժամանակ լինել կեղծ բացասական պատասխան, երբ որ հստակ օրը ճիշտ չենք ընտրում օգտագործելու համար տեստը, ինչպես նաև էլի որոշակի հիվանդությունների ժամանակ։